Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Սովորիր հանգստանալ։ Աստծուն հավատացող մարդկանց կյանքում տարբեր իրավիճակների հետ կապված ճնշումներին ավելի հեշտ է լինում դիմակայել, երբ մենք հիշում ենք, որ Աստված արդեն ծրագիր ունի մեր կյանքի համար և Նա տիրում է մեր կյանքում, վերահսկելով այն ամենը, ինչ պատահում է մեզ հետ։ Սակայն փաստը մնում է փաստ, որ մենք հաճախ մոռանում ենք այս ճշմարտությունը և սկսում անհանգստանալ ու նեղվել, քանի որ չենք տեսնում մեզ հետ կատարվող իրադարձությունների և մեր կյանքի իրավիճակների ամբողջական պատկերն ու նպատակը։ Երբեմն անգամ գրեթե անհնարին է պատկերացնել, որ Աստված կարող է հատուկ ծրագիր ունենալ այդ ամենի մեջ։ Սիրելի՛ բարեկամ, մարդը սեփական ծրագրերը մշակելու և դրանք վերահսկելու բնական հակում ունի։ Եվ երբ մենք երազանքներ ու նպատակներ ենք դնում մեր առջև, հաճախ մոռանում ենք ամենակարևորը՝ քննել, թե արդյոք դրանք Աստծու կամքի տիրույթո՞ւմ են, թե ոչ։ Եվ սխալ նպատակներն ու երազանքները մեզ հեռացնում են մեր կյանքի համար Աստծո ունեցած կատարյալ ծրագրերից ու տանում մեկ այլ ուղղությամբ, և որքան հեռանում ենք Աստծու ծրագրից, այնքան ավելի շատանում են մեր կյանքի տարբեր ոլորտներից եկող ճնշումները։ Նման դեպքերում քեզ կարող է թվալ, թե եթե ավելի արագացնես ընթացքդ, ապա կհասնես մի տեղ, որտեղ այդ ճնշումներն ու խնդիրներն ավելի քիչ են։ Աղոթում եմ, որ Աստված բացի մեզնից յուրաքանչյուրի միտքը, որպեսզի հստակ հասկանանք, որ այս հարցում մեր խնդիրը արագությունը չէ, այլ ուղղությունը։ Եվ որպեսզի ժամանակ ունենանք դա հասկանալու համար, մենք նախ պետք է դանդաղեցնենք մեր ընթացքի արագությունը, դադար առնենք ու Տեր Աստծու հետ առանձնանալով քննենք մեր երազանքների ու նպատակների համապատասխանությունը Նրա կամքին։ Կարող ես հենց հիմա մի քանի րոպե տրամադրել և դադար վերցնել հանգիստ առնելու համար։ Աստված Ինքն է մեզ հորդորում անել դա Իր Խոսքի մեջ։ 46-րդ Սաղմոսի 10-րդ խոսքում կարդում ենք. «Հանդարտ մնացեք և ճանաչեք, որ Ես եմ Աստվածը. Ես եմ իշխում ազգերի վրա, Ես եմ տիրում երկրի վրա»։ Ինչու՞ մի քանի րոպե չդադարեցնել ամեն բան և հանգիստ առնել։ Գիտեմ, իհարկե, որ դժվար բան եմ խնդրելու հիմա քեզնից, բայց հույս ունեմ, որ կկարողանաս անել հետևյալը. անջատի՛ր հեռախոսդ կամ դի՛ր այն անձայն ռեժիմի վրա։ Առանձնացի՛ր մի տեղ, որտեղ քեզ ոչ ոք չի խանգարի կամ հնարավորինս քիչ մարդ կլինի քո շուրջ։ Փորձի՛ր մի կողմ դնել քո բոլոր հոգսերն ու անհանգստությունները և միտքդ կենտրոնացրու Տեր Հիսուսի՝ խաղաղության իշխանի վրա։ Հետո աղոթի՛ր Աստծուն պարզապես պատմելով Նրան քո բոլոր խնդիրները և խնդրելով, որպեսզի Նա քո ուսերից վերցնի քո բոլոր հոգսերի ծանրությունը։ Եվ վերջում հավատա՛, որ Աստծու Խոսքը երբեք չի կարող սխալվել, և Տերը լսել է քո զրույցն ու խնդրանքները։ Աստվածաշունչն ասում է, որ Աստծու կամքը բարի է, հաճելի ու կատարյալ։ Նա Աստված է։ Նա բոլորից վեր է։ Նա տիրում է Իր զավակների կյանքում, և քո ողջ կյանքը Նրա ձեռքերում է։ Հանգիստ առնելու այս կերպը շատ մարդկանց է օգնել։ Այստեղ ամենակարևորը հավատքն է առ այն, որ Աստված լսում է քեզ, այլապես չես կարող անկեղծ զրուցել Նրա հետ, և համոզվածությունը, որ դու Նրա զավակն ես Հիսուս Քրիստոսին քո կյանքի Տեր ու Փրկիչ ընդունելու շնորհիվ։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ժամանակ հատկացրու աղոթքի շնորհիվ Աստծու ներկայության մեջ հանգստանալուն։ Աստված հրավիրում է քեզ դադար առնելու և հիշելու, որ Նա տիրում է Իր զավակների կյանքի յուրաքանչյուր իրավիճակում։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։